մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարևոր նշանակություն, հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մենք պետք է մեր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև եւ կայուն խաղաղության բերի տարածաշրջանում։ Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունի ուղղակի կապերը, որոնք եւ ամրապնդում են վստահությունը եւ հնարավորություն են տալիս, ըստ էության բարձրաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Սա մեկ ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը կապված երրորդ դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան եւ Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դու գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք եւ մենք ըստ էության մշտապես խոսում ենք եւ շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ բնականon դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելով մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առևտրային, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ։ Ինչ վերաբերում է այլ հարցերին, ենթադրություններ կարելի է շատ անել, բայց ես նախապայմանների մասն է, տեսեք, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա նշանակում է, որ բոլոր հոդվածները համաձայնեցված են։ Հիմա մենք կարող ենք խոսել պայմանագրի կնքման ժամանակի եւ վայրի մասին